Նրանք չեն զբաղվում միայն ամեն ինչ սիրունացնելով, գրաֆիկական դիզայնի մասնագետները հավաքվել են նախ իրենց մասին տարածված թյուր կարծիքը ցրելու։ Սա մի ոլորտ է, որն առավել լուրջ է, քան ներկայացվում է ու առավելապես թերագնահատված է Հայաստանում։ Backbone ստուդիան ստացավ 5 հատ միանգամից Pentaworld մրցանակը, որը համարվում է աշխարհում երբեք տենց պրետիզենտ չի եղել, որ մի երկիր 5 հատ առաջի մրցանակ վերցնի։ Նրա ինֆոգրաֆիկ աշխատանքները ապրիլյան պատերազմի վիրտուալ ճակատի գլխավոր հաղթաթուղթն էին։ Սեդրակ Մկրտչյանը դասախոսում է ոլորտի այս ճյուղի առանձնահատկության մասին։ Անցած տարի հակառակորդի վիրտուալ ջոկատի դեմ պայքարում էին մի քանի ինֆոգրաֆիստներով։ Ուզում է կարիք չլինի, բայց անհրաժեշտության դեպքում ավելի մեծ ուժերով կարողանան կռվել։ Այդ օրերին իրոք մենք շատ աշխատեցինք, ես մասնավորապես իմ թիմի հետ, որպեսզի մեր հաղորդակցությունը հասցնելու մարդկանց այն մեսեջները, որոնք մենք ունեինք հասցնելու ու ապա տեղեկատվությունը, որը բազմաթիվ էր այդ օրերին հերքելու։ Գրաֆիկ դիզայնի մասնագետները քննարկում են ոլորտի զարգացման հեռանկարը, ստանում նոր գաղափարներ եւ գիտելիք։ Երևան Design Week-ը կտևի մինչեւ կիրակի։ Անի Հակոբյան, Խաչատուր Եսայան, ժամը լրատվական։